Ես նախ ողջունում եմ ձեր ներկայությունը, Շնորհակալ եմ։ բայց մի երկու տեղեկություն, Այո։ ես մեր կանգնած տեղի մասին, մեկ էլ մեր քաղաքի մասին։ Այո։ Ուրեմն ներկաներից շատերը չգիտեն, որ այս քաղաքը կառուցվել է ռուսական կայսր Ալեքսանդր II-ի հրամանով։ Բոլորը գիտեն, որ Սյունիքը 10 տարի շուտ է միացել Ռուսաստանին, քան թե Հայաստան։ Այո։ Ու այս քաղաքը, որ կառուցվել է, այս քաղաքը նպատակային է կառուցվել։ Այս քաղաքը կառուցվել է 3 խոշոր ճանապարհների կենտրոնում, ինչպես նաև ռուսական զինվորական ճանապարհի հարավային կետում։ Այո։ Ուրեմն այս քաղաքի նախագիծը 1870 թվականին գծվել է Լենինգրադում։ Դրա հետ է քաղաքի փողոցի լայնությունը 22 մետր է, եւ քաղաքում նախատեսել են պասաժ, որի մասին Աքսել Բակունցը մանրամասն է նկարագրում, եւ բուլվար։ Այս քաղաքում եղել է ռուսական եկեղեցի, հայկական եկեղեցի։ Քաղաքը հատակագծվել է Պետրոգրադում, բայց կառուցել են հարուստ հայերը։ Այո։ Մելեք Հուսեյնովի գլխավորությամբ։ Այսօր ես ողջունում եմ ձեր ներկայությունը, որովհետև ազգին առաջ է տանում էլիտան։ Էլիտայի մեջ դա ազգի հարուստներն են ու մտավորականություն։ Այո։ Հիմա ստացվել է այնպես, որ մեր ազգի մեծահարուստներից երկուսը դատապարտված են, 3-ի վրա քրեական գործ կա, եւ եթե այսպես գնանք, մենք կդառնանք գնչու։ Այո։ Եթե չենք ունենա ազգային մտավորականություն եւ հարուստ մարդիկ։ Հիմա ձեր ներկայությամբ ես 2-3 խնդրանք ունեմ։ Ասեք։ Առաջինը արտաքին քաղաքականությամբ երբեք չհրաժարվել մեր դաշնակցից, որտեղ սա իր տարածքն է եղել։ Եթե հրաժարվեք, պետք է հանձնեք Պարսկաստանին, որտեղ Պարսկաստանից է վերցրել։ Արևմտյան ուղղությունը, թուրքական ուղղությունը, մենք պետք է մերժենք։ Երկրորդը բարեկամական կապ պետք է պահենք մեր նախկին բարեկամ, այսօրվա բարեկամ Իրանի հետ եւ մենք կլինենք հզոր։ Երկրորդը Գորիսը մեծ ներուժ ունի, բայց ճանապարհները փակվել են։ Այո։ Ուրեմն մենք Ղարաբաղի, Արցախի հետ ճանապարհ չունենք, Գորիս կապան ճանապարհը փակվել է, Մայրուղին անցնում է Սիսիանով, Այո։ Գորիս չի մտնում, ասինքն Գորիսը դառնում է կույրաղինք։ Այո։ Հիմա ես խնդրում եմ ձեր ծրագրերում հետագայում նախատեսեք եւս մեկ բան։ Արցախից ունենք 130,000 արտագաղթած մարդիկ, ներգաղթած, որոնցից 80,000-ը Հայաստանում։ Այո։ Ես խնդրում եմ Սյունիքում պետական ծրագիր եւ այդ 80,000 հայերին կենտրոնացնեն մի կետում, որպեսզի մենք անգեղակոթի օրը չմնենք։ Անգեղակոթում եղել են հին հայերին վերացրել են, այնտեղ Ղոյ Սալմաստի բարբարն է գնում։ Հիմա Ղարաբաղցիներին, արցախցիներին, որ տարածել են ամբողջ Հայաստանում, այդ մշակույթը կոր չունեն։ Դրանք պետք է կենտրոնանան մի մեծ քաղաքում, որի հնարավորությունը Սիսիանում ու Գորիսի արանքում մի քաղաք է պետք կառուցել 30-ից 40,000 ազգաբնակությամբ։ Ես ասածները Եվ վերջինը։ Դուք կանգնած եք մի հուշարձանի մոտ, որը ամբողջ սովետական միությունում առաջինն են կառուցել։ Հայնական պատերազմի զոհվածների հիշատակին 43 թվին։ Մեր վարպետների առանց իշխանության վարպետների այդ վատ տարիների սուղ միջոցներով։ Եվ աչմել գտնում է պասաժը, որը վկայում է, որ սա Լենինգրադից հետո երկրորդն է կառուցված։ Մեկ էլ վերջի խնդրանքը, ձեր խոստումները կատարելու համար մենք ունենք Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Այնտեղ մի հատ մոմ վառեք, հետո գնաք։ մեծ ուրախությամբ։ Որը։ Դորոքում ինչ կապ ունի, կարող մոտիկանաք եկեղեցու պատին կպնեք ու գնաք։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։